Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր մայիսի 2։ Հոգևոր զորություն և վստահություն։ Սուրբ Հոգին մեզ ուժ է տալիս, երբ մեր բոլոր կարիքները դնում ենք Աստծո ձեռքերում և վստահում նրա զորությանը։ Հռութը այս տեսակի վստահության օրինակն է։ Ամուսնու մահից հետո Հռութը ապրեց իր սկեսուրի Նոեմիի հետ։ Նոեմին մտահոգված էր Հռութի բարեկեցությամբ և ապագայով, ուստի խորհուրդ տվեց նրան պառկել հարուստ Բոոսի ոտքերի մոտ և խնդրել նրան կատարել իր պարտականությունը որպես ազգականի։ Այդ երեկոյան օրվա հասկահանքն ավարտելուց հետո Բոոսը պառկեց դիզված գարիի եզերքին։ Կեսգիշերին նա վախենալով արթնացավ և տեսավ, որ կինը պառկած է իր ոտքերի մոտ։ Հռութի ներկայության մեջ ոչ մի անբարոյական բան չկար, դա այդ ժամանակվա տարածված ավանդույթն էր։ Հռութն ասաց նրան. «Քո քղանցքը տարածիր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։ Հռութ 3:9 խոսք։ Նա ըստ էության ասում էր. «Կստանձնես քո ազգականի պարտականությունը, կխնամես ինձ»։ Նա իրականում հարցնում էր. «Կամուսնանաս ինձ հետ»։ Սա մանիպուլատիվ ծրագիր չէր։ Հռութն ու Նոեմին ամեն ինչ արեցին Աստծո օրենքի համաձայն։ Մենք կարող ենք վստահ լինել սրանում, քանի որ Հռութն էլ է ընդգրկված Քրիստոսի տոհմածառի մեջ։ Երբ Հռութը տուն վերադարձավ, Նոեմին հարցրեց նրան. «Աղջիկս, ինչպե՞ս ես»։ Այլ կերպ ասած, նա հարցնում էր. «Քեզ նշանված Հռութ անվանեմ, թե դու դեռ այրիացած Հռութ ես»։ Նոեմին աղոթել էր այդ մասին, փնտրելով Աստծո առաջնորդությունը, և Տերը նրան պատասխանեց։ Նա նրան հիշեցրեց ազգական Փրկչի օրենքի մասին, ով Քրիստոսի նախապատկերն էր։ Նոեմին վստահ էր, որ ինքն ու Հռութը կատարել էին իրենց հասանելիք բաժինը, ուստի հիմա ժամանակն էր հանգստանալ և վստահել Աստծուն, որ նա կկատարի իր խոստումը։ Այս երկու հավատարիմ կանայք հանգստացան, երգեցին, փառաբանեցին Տիրոջը և տեսան նրա խոստման իրականացումը։ Իսկ դու աղոթե՞լ ես, վստահե՞լ ես նրան, պատրաստ ես հանգիստ նստել և տեսնել Տիրոջ փրկությունը։